Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու մեջ։ Սարգսյանը բարկացած դուրս եկավ։ Ժողովուրդը հայտնում է որոշել են սահմանադրական դատարանի դատավոր ընտրել ու տեխնացուն Արտակ Զեյնալյանն է։ Հրապարակը գրում է Հրամ կազմը դիրքերից հանել է խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Փաստը նշում է, որ Հովիկ Աբրահամյանի հետ կապված շոուն նպատակ է ունեցել ևս մի քանի օր զբաղեցնելու հանրությանը։ Նոր տեսարաններ կլինեն։ Հրապարակը հայտնում է, որ Նաիրա Հովսեփյանի մեղքերը բարձրագույն դատական խորհուրդը ներում է։ Ժողովուրդը գրում է, երբ հարձակման հրաման է հնչել եկեղեցու դեմ ճիշտ պահ են համարել չեզոքացնելու նաև հոգևոր հաղորդումները։ Փաստը փոխանցում է, որ 3 բուրմ կրքեր էին բորբոքվել, երդվյալ կպականները թեթևակի իրար կպան։ Ժողովուրդը նշում է, որ շիշ բռնողը եւ կպականներից ծերավես որակված Անդրանիկ Քոչարյանը մենամարտի են դուրս եկել։ Հրապարակը գրում է Ռուսաստանի օրը Մհեր Գրիգորյանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Կենացները ասել հեռացել է ամենավերջինը։ Ժողովուրդը տեղեկացել է, որ կպականները SMS են ստացել թիրախավորելու Լևոն Տեր-Պետրոսյանին։